Ավելի քան 150 օր անազատության մեջ գտնվող գործարար Սամվել Կարապետյանը ևս 2 ամիս կմնա կալանավորված։ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Դադոյանը 100-ից 100 կատարեց հայկական ժամանակի կանխատեսումը։ Դատարանի որոշման հրապարակումից հետո լրագրողներին ասել է փաստաբան Արամ Վարդևանյանը։ Նրա խոսքով վարչապետի ընտանիքին պատկանող թերթը 3 դեռ 18:39-ին էր կանխորոշել դատական նիստի ելքը ու պնդել, որ 2 ամսով կալանավորվել է գործարարը։ Ըստ Վարդևանյանի այդ հոդվածը թերթը չի հեռացրել անգամ ժամը 23-ին։ Փաստաբանները պնդում են, կալանքը երկարաձգելու հիմք չի եղել, ավելին ըստ օրենքի նախաքննական փուլում, եթե քրեական գործը չի մտնում դատարան, 5 ամսից ավելի չի կարող ձգվել կալանավորումը։ Երեկվա դրությամբ ժամը 18:30 ամբողջ ելքը կանխորոշի, այսինքն այդքան խրթին իրավական հարցերի, բայց մյուս կողմից այդքան պրիմիտիվ անհիմն միջնորդության պայմաններում հայկական ժամանակը ամբողջը ասի, որ կալանքը պետք է երկարաձգվի, իդեպ զարմանալիորեն նյութի տրամաբանությունը փաստացի 2 ամսվա երկարաձգման մասին էր, ու այդ նյութը ժամը 23:00-ի դրությամբ նույն կերպ պահպանված լինի, դատական նիստի ժամանակ ես եւ գործընկերներս բարձրաձայն ենք այդ նյութի մասին, դատավորը արտահայտի իր վրթովմունքը, որ իբր ում տեղն ենք դրել իրեն, ինքը ոնց թե պետքա լրատվամիջոցի կանխատեսումներով առաջնորդվի, 100-ից 100 կանխատեսումը կատարեց։ Ինչպես 2025 թվականի հունիսի 17-ին Հայաստանի Հանրապետության ամենաբարձր պաշտոն զբաղեցնող անձը ուղղակիորեն կանխորոշեց իրավապահների գործողությունը, այս դեպքում էլ հայկական ժամանակ օրաթերթը կանխորոշեց դատական գործընթացը, դատարանի որոշումը։ Ես նման բան Հայաստանի Հանրապետությունում չեմ տեսել։ 2 ամիս կալանքը, միջնորդությունը կալանքը երկարաձգելու վերաբերյալ բավարարել, երբ դրանից 1 ամիս առաջ ասվում էր, որ 1 ամսով է երկարաձգվում կալանքը։ Սա պարզապես անլրջություն է ուղղակի։ Կներեք մի բան էլ ասեմ։ Երեկվա դրությամբ մենք ականատես եղանք, որ հեծի լիցենզիան ակնհայտ ապօրինի կերպով դադարեցվեց։ ՀՑԿՀ համապատասխան որոշման մեջ ինչ է ձևակերպվում։ Ասվում է, որ 3 ամիս ժամանակ կա, որ սեփականատիրոջ հետ բանակցեն։ 3 ամիս սեփականատիրոջ հետ բանակցեն, գնալու են Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկում բանակցեն։ Անկեղծորեն եմ ասում, սա նման է որոշակի իմաստով ահաբեկչական գործողության։ Ահաբեկիչներն են ի վերջո պատանդ պահում մարդու։ Սա ինչ վարքագիծ է, այսինքն եթե գործընկերներ շատ հստակ ասեմ եւ ներողություն խնդրեմ ձեզանից։ Եթե մենք խոսում ենք իրավական process-ի մասին, այստեղ իրավական process չկա։ Այստեղ առաջին իսկ օրվանից իրավական process-ի նշույլ չկա։ Մենք ամեն անգամ պարզապես ելնելով նրանից, որ սա ի վերջո դատարան է կոչվում, այստեղ կա դատարանի շենք, բայց այստեղ բովանդակությունը արդարադատության կանխորոշվում է հայկական ժամանակի նյութով։ Այսօրվա նիստից հետո փաստաբանները հիշեցրել են նաև, որ նախորդ անգամ կալանքը 1 ամսով երկարաձգելիս դատարանը պատճառաբանել էր, թե գործարարը կարող է խոչընդոտել նախաքննությանը, մինչդեռ այդ 1 ամսում, ըստ փաստաբանների, Կարապետյանի մասնակցությամբ եւ նրան առնչվող որևէ քննչական գործողություն չի կատարվել։ Ձեզ հայտնի ինչ քննչական գործողություններ են իրականացրել եւ ինչպես է գնահատում նրանց ջանասիրությունը։ Բավարար ջանասիրության մասին եւս դատական նիստում բարձրաձայնվել է, օրինակ բավարար ջանասիրություն որպես այդպիսին թարգմանիչ ներգրավել, փաստաթղթերը թարգմանել եւ այլն, ինչպես նաեւ կապված այլ մեղադրյալների հետ գործողություն, օրինակ մեկ այլ անձի բնակարանում խուզարկություն, չեմ կարող նախաքննական ոչ մի գործողություն, ես 1.5 րոպեանոց գործողություն անգամ չի կատարվել, հարգելիներս, այսքանը կարող եմ ասել, դատական առերեսում նման գործողությունների դեմ ցուցմունք տված։ Գիտեք, երբ վանից ենք միջնորդում, որ առերեսում կատարվի առերեսում։ Մեր միջնորդությունը հետևյալն է, եթե կան անձիկ, ով ցուցմունք են տվել Սամվել Կարապետյանի դեմ, խնդրում ենք բազմիցս միջնորդություններով, որպեսզի կատարվի առերես հարցաքննություն։ Մենք միջնորդությամբ հանդես ենք գալիս, եթե կան այդպիսիք, մենք չունենք, որ կան այդպիսիք։